Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլորին, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատի Լուսի Քոչարյանը, նշեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք հետևել մեզ, դրանք են arm.radio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը, տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ իհարկե հրավիրում եմ Facebook-յան հարթակ, հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջ։ Այստեղ մեզ կհայտնաբերեք live stream-ի տարբերակով եւ կրկին կկարողանաք նաեւ դիտել։ Հարցեր ընդունում եմ անձնական նամակով եւ live stream-ի տակ հենց հետեւում եմ այդ ամենին եւ հետաքրքիրները կփորձեմ բարձրաձայնել այսօրվա մեր հյուրի համար։ Մենք զրուցելու ենք ապրելակերպի բժշկության ասոցիացիայի համահիմնադիր, մասնագիտությամբ բժիշկ մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյան։ Ձեզ չգիտեմ էլ նույնիսկ ներկայացնելու կարիք կա թե չէ, դուք ամենապրոակտիվ եւ ես կասեի հանրությունը իրազեկելուն պատրաստ բժիշկներից մեկն եք, որի համար շատ շնորհակալ ենք, անձամբ ես որպես առողջապահական լրագրող շատ շնորհակալ եմ։ Եվ այսօրվա թեման հենց ասոցիացիան է, որովհետև նախ շատ հետաքրքիր անվանում ունի, այսպես առանձնահատուկ մի տեսակ մտածում ես, փորձում ես հասկանալ, ապրելակերպը դե գիտենք որն է, ապրելակերպի բժշկությունը որն է, ինչի ապրելակերպը կարելի է բժշկել, մենք գիտենք, թե մենք ուղղակի ապրում ենք։ Եվ իհարկե այս ամենի ասոցիացիան ինչու է ստեղծվել եւ ինչ նպատակներ ունի։ Եկեք բառ առ բառ էլի սկսենք։ Արդյոք ապրելակերպ բառը դուք որպես բժիշկ փաստորեն եւ դուք բժիշկներդ մի քիչ այլ կերպ եք հասկանում, քան մենք քաղաքացիներս։ Կարծում եմ այո, կա տարբերություն։ Ապրելակերպ ասելով մենք հասկանում ենք բոլոր մեր այն սովորությունները, այն միջավայրը, որը մեզ շրջապատում արտաքինից, բոլոր այն նյութերը, որոնք ներմուծվում են մեր օրգանիզմ, բոլոր այն տեղեկատվությունը, որը մտնում է մեր օրգանիզմ, բոլոր այն մարդիկ, ով շրջապատում են մեզ, այսինքն մարդը ոչ թե առանձին վերցրած օրգանիզմ իր բջիջներով եւ կենսական հեղուկներով, այլ sense ընդհանուր մի հատ կոմպլեքս եւ բազմաթիվ հետազոտություններ կան, որոնք ապացուցում են, որ բժշկել միայն այդ բջիջները իր կենսական հեղուկներով մի բան է, բժշկել մարդուն ամբողջ այդ կոմպլեքսի մեջ լրիվ ուրիշ երևույթ է եւ շատ ավելի արդյունավետ, միգուցե ավելի դժվար, որովհետեւ փոխել սովորությունները դա ամենադժվար բանն է։ Ծխախոտից, խոսքի սովորությունից, նստելու, մարդկանց հետ շփվելու սովորությունը ամենադժվար բանն է։ Ինչ որ մի բան ավելացնել մեր կյանք շատ հեշտ է։ Այս հաբը կխմես, այս քսուկը կսես, ավելացնելը հեշտ է։ Ինչ որ մի բանից հրաժարվելը միշտ դժվար է եղել, բայց այդ ամենը ունի ապացուցահեն բացատրություն, այդ ամենը ունի բժշկական մոտեցում եւ օրինակ օրական 10,000 քայլերը պարզապես օդից վերցրած թիվ է։ Չկա հետազոտություն, որը ցույց է տալիս, որ դա հենց 10,000 քայլ է պետք քայլի Հովհաննիսյան Հովհաննեսը, որ լինի առողջ։ Որ լինի առողջ չէ, համարում եմ, որ սա հիմնարար քանակն է, որը անհրաժեշտ է մեր օրգանիզմին լավ ֆունկցիոնալությունն։ Ոչ, դա պարզապես գովազդային թիվ է եղել։ Մենք այսպես հաշվում ենք, նայում ենք, լրացրեցինք թե ոչ։ Եւ դա ապացուցում է մի կարևոր բան, եթե մենք ուզենանք, ցանկացած գաղափար կարելի է ներդնել մարդկանց մեջ։ Անկամ կեղծ գաղափարներ։ Մագնեզիումը խմել ես ժամին, վիտամին D-ն խմել ես քանակությամբ, արևիտակ ես ժամից այս ժամ, շատ բժշկական եւ հարբժշկական տեղեկատվություն ունի ապացուցահենություն։ Այն տեղեկատվությունը, որը ներկայացվում է, հրամցվում է մեզ տարբեր տեղերից։ Եկեք ասենք զանգվածային լրատվամիջոցներ, բոլոր այն տեղերը, որոնք ունեն 5000-ից ավել ուրեմն դիտող եւ հետևող, հա։ Ու ցավոք սրտի այդ ինֆորմացիայի քանակը այնքան շատ է եւ մյուս կողմից ցավոք սրտի մենք բժիշկներս այնքան պասիվ ենք այդ հարցում։ Բայց եթե դուք եք ասում պասիվ, միանշանակ պասիվ ենք։ Եկեք մի կողմ դնենք մաշկաբաններին, չէ, եկեք դնենք մի կողմ մաշկաբաններին, պլաստիկ վիրաբույժներին չեմ ասում, իրանց մոտ գովազդային տեղեկատվություն է։ Միգուցե մեր դիետոլոգներն են քիչ թե շատ ակտիվ, ու վերջ։ Քանի ուռուցքաբան գիտենք, որոնք խոսում են ծխախոտի վնասի մասին, քանի սրտաբան գիտենք, որոնք խոսում են աղի եւ վնասի։ Գինեկոլոգներից եմ ես գո, մի քիչ։
Բայց հենց ասոցիացիայի գաղափարը նրանն է, որ մենք կարողանանք նախ եւ առաջ մեր լսարանը թիրախային լսարանը բժիշկներն են։ Նախ եւ առաջ բժիշկներին հիշեցնենք, որ բժշկության հիմքում կանխարգելումն է։ Սա էլ կարծես շատ նորաձև է հիմա, արդեն վերջին տարիներին երևի այնքան ենք խոսում այս տաղավարից մինչև բոլոր տաղավարներ, որ ես տեսնում եմ, հետևում եմ, կանխարգելումը լավագույն իմաստով շատ գովազդվում է։ Շատ դժվար, կարծում եք, որ շատ դեռ տեղ կա։ արդյունավետ։ Երևի թե կանխարգելումը նորաձև է եղել նաև մխիթար հերացու օրոք։ Բայց սա շատ դժվար գործ է, որտեվ կանխարգելման համար մենք պետք է ինչ-որ մի բան փոխենք մեր կյանքում։ Մենք սենց էինք ուտում, մենք պետք է սենց ուտենք։ Մենք այսքան էինք քայլում, պետք է այսքան քայլենք։ Մենք սենց էինք նստում, մենք այս հագուստն էինք գրում, մենք այս ակնոցներ եւ այլն եւ այլն։ Այսինքն փոփոխություններ, որոնք դժվար են, որոնք նաեւ ծախսատար են։ Դեռ պետքա դու ամբողջությամբ համոզված լինես դրա խնդրահարույց լինելու հարցում։ Շատ կարևոր մի բան, մենք բոլորս գիտենք, եկեք 5 տարեկան երեխայի դուրսը հարցնենք ծխախոտի մասին, ինքը կասի, որ դա վնասակար է։ Այո։ Բայց արդյոք մեր վարքագիծը դրանից փոխվում է, ցավոք սրտի ոչ։ Գիտելիք եւ վարքագիծ շատ տարբեր է։ Ինչի ենք մենք թիրախային լսարան ընտրել բժիշկներին, որտեվ ես շատ հույս ունեմ, ես համոզված եմ այդ իմ ասացի մեջ, որ բժիշկները դրական վարկանիշ ունեցող կերպարներ են մեր հասարակության մեջ։ Համենայն դեպս շատ ավելի շատ դրական, քան բացասական՝ ի տարբերություն տարբեր այլ մասնագետների։ Ես ուզում եմ, որ ավելի դրական լինեն, եւ ես ուզում եմ, որ բժիշկները առողջության հարցում լինեն ոչ միայն բուժող, այլ նաեւ կանխարգելող։ Որտեղ մենք պետք է կանխարգելենք։ Մենք ենք տեսնում հիվանդության հետևանքները, մենք ենք ամեն օր շփվում լրջագույն խնդիրների հետ, որոնք առաջանում են մեր պացիենտների մոտ, այս կամ այն հիվանդության կամ այս կամ այն երևույթին չհետևելու կամ սխալ հետևելու պատճառով։ Դուք ձեր հարևաններին եք տեսնում, ձեր հարազատներին եք տեսնում։ Մենք ամեն օր շփվում ենք հիվանդների հետ, մենք ամեն օր, մեր մոտ խտացված է դա։ Այո, կարող է այդ խնդիրը այդքան չափազանցեցված չի։ Բայց վիճակագրությունը հավաքվում, ուզած չուզած։ Հիմա միգուցե ձեզ մոտ գալիս են միայն խնդիրներով, բայց երբ դուք դա համադրում եք մեր բնակչության, ազգաբնակչության թվի, տարբեր թիրախային խմբերի մեջ, ստացվում է բավականին մեծ տոկոս ու չի կարելի դա անտեսել։ Հետո ինչ որ դուք միայն իրենց հետ եք առնչվում։ Այսինքն դուք պնդում եք, որ մարդու ապրելակերպի եւ ապրելակերպի առողջության կամ առողջ ապրելակերպի վրա ազդում են ոչ միայն բուն քիմիական նյութերը, սնունդը, այսինքն այլ նաև երևույթները եւ սովորությունները, որոնք անտեսանելի են, չէ, ասենք երևույթ, նույն օգտագործեք քարսից, երևույթ է, որովհետև հասկանում ենք, որ այդ պլաստմասե աթոռի մասին չենք խոսում, օգտագործելու, ճիշտ օգտագործելու, սովորություն դարձնելու, պահանջելու, միշտ օգտագործելու, այսինքն անշոշափելի երևույթի մասին է խոսքը։ 21-րդ դարի լրջագույն ստրեսներից մեկը դա ինֆորմացիոն ստրեսն է։ Այդ թվում նաև անտեսանելի։ Այո, էլի անտեսանելի, այդ թվում այդ ստրեսի մասին է պետք խոսել։ Համացանցում, դե հիմա համացանցից օգտվում են բոլորը։ Ես մի քանի օր առաջ փողոցով քայլում էի, մի անօթևան, տենց արտաքինից ամենայն դեպս տենց արտաքին տեսք ունեցող մարդ TikTok-էր թերթում հեռախոսի մեջ։ Հա, հեռախոսս կոչով էր կապած, բայց կար։ Ինքը այդ տեղեկատվությունից օգտվում էր։ Կարելի է տեսնել վիդեոներ, կարելի է տեսնել տեղեկատվություն միլիոնավոր դիտումներով абսուրդի հասնող ժանրից։ Վարունգով ուժել, չգիտեմ, գեմարոյը 50 միլիոն դիտում, պատկերացնում եք, եթե 50 միլիոն մի տոկոս 500,000 չկա տենց պրակտոլոգ, որը ունենա տենց լսարան, հասկանում եք։ Ես կերազեի, ես ունենայի այդ 50 միլիոնանոց լսարան։ Դե քիչ եք էլի վարունգների մասին խոսում այդ մեր նպատակը հենց դա է։ Մենք ուզում ենք բժիշկների մոտ առաջացնենք այն միտքը, որ մենք ենք, բժիշկներս ենք, որ պետքա կանգնենք կանխարգելման հիմքում։ Դուք ուզում եք պատասխանատվություն վերցնել եւ պատասխանատվության կանչել բժիշկներին։
Ոյ, բարդ բանաս։ Պատասխանատվություն վերցնել պատրաստ ենք եւ այո, դուք եք այո։ պատասխանատու, որ քարսից չեն օգտագործում, միգուցե ինչպես եթերից առաջ նշեցիք, քիչ եք խոսում առողջական վնասների մասին, այլ վերացական բաներ եք ասում։ Օգտագործեք, որովհետեւ օրենքում գրված է, որովհետեւ միգուցե վթար լինի եւ այլն եւ այլն։ Համաձայն եմ, այո, բժիշկները պետք է լինեն այդ գործի հիմնական, տենց հիմնակարը մենք պետք է լինենք։ Հիմնական տեղեկատվությունը մեր մոտից պետք է գնա։ Ես հիշում եմ 20 քանի տարի առաջ իմ ավակ ընկերները, երբ որ ես նոր մաշկավեներաբան էի դառնում, իմ ընկերները ավակ ասում էին, հեսա այնքան եք խոսալու պահպանակների մասին, սեռավարակները վերջանա։ Լավ էլի։ Մենք շարունակեցինք ավելի շատ խոսել, բայց ցավոք սրտի չի վերջանում։ Այո, կրճատվեց, փոխվեց, դիմելույթությունը բարձրացավ, մարդիկ ավելի ուշադիր են իրենց առողջության նկատմամբ, բայց չանցավ։ Կարելի է ասել, ուրեմն անիմաստ էր, որ մենք խոսում ենք, ոչ անիմաստ չէր, որովհետև մենք կարողացանք շատ մարդկանց հետ պահել։ Բա ֆրուստրացիայի զգացում չեք ունենում այս դեպքում։ Այդ անիմաստության, որտես եք խոսում ենք եւ չի քչանում։ Նույնիսկ երբեմն բումեր են լինում, որը ժամանակ առաջ ինչ որ սիֆիլիսի բումի մասին լսեցինք, ապշած էինք, այս դարում ինչ սիֆիլիս։ Բայց գիտեք ինչի հասանք մենք այդ խոսալով, հասանք նրա, որ պացիենտների, պոտենցիալ պացիենտների մոտ բժիշկից վախը վերացավ եւ իրանք կարողացան ավելի հեշտ գալ բժիշկի հասնել եւ մենք կարողացանք ավելի հեշտ իրենց բուժօգնություն ցույց տալ։ Չի բացառվում, որ եթե մենք այն ժամանակ չանեինք, այսօր այդ բումը միգուցե ստատիստիկ չլիներ, բայց մենք ունենայինք բազմաթիվ պացիենտներ, որոնք չեն դիմել բժիշկի, մնացել են տանը, փորձել են ինքնուրույն բուժվել, ինչ որ սխալ վատ հետևանքներ ունեցել։ Մի օրինակ ասեմ, ծխախոտի հետ կապված, երևի թե հանրային այդպես բժշկական կանխարգելիչ ամենամեծ պրոյեկտներից մեկը հենց ծխախոտի դեմ պայքարն է, տարբեր եղանակներով, տարբեր մոտեցումներով ամբողջությամբ վերացնելուց միջև փոխարինող թերապիաներ կոչվածները ինչի բերեց գիտեք, շատ հետաքրքիր բան, միանշանակ նկատել եք, հիմա ինձ լսողներն էլ հաստատ նկատել են, հատկապես երբ որ Եվրոպայում են, ծխում են մեծամասամբ կանայք։ Ինչի գիտեք, որտեվ 30-40 տարի հակածխախոտային պաստառի վրա կպցված էր տղամարդու նկար։ Հակածխախոտային տուփի վրա գրված էր, որ առաջացնում է իմպոտենցիա։ Այսինքն ամբողջ թիրախը ընտրված էր տղամարդին, ինչի որտեվ տղամարդիկ շատ էին ծխում։ Ու արդյունքում ինչի եկանք հասանք, տղամարդիկ սկսեցին քիչ ծխել, սկսեցին կանայք շատ ծխել։ Այսինքն առաջնային կանխարգելումը, այսինքն աշխատանք բոլորի հետ։ Դու չես նայում, դες ինչ ես մարդը ծխում է, ես իր հետ աշխատեմ, ես մարդը չի ծխում, ես իրան հանգիստ թողնեմ։ Չէ, դու երկուսի հետ էլ աշխատում ես, որ ծխելը վատ է։ Եթե չես կարողանում այդ գլանակը գցել, արի մտածենք այլ տարբերակների մասին։ Եթե այլ տարբերակները միանգամից չի ստացվում, արի աստիճանաբար անենք, վերջում գանք հասնենք նրա, որ դու ստանաս անծուխ միջավայր։ Դե դուք տեսեք, նաև խոսում եք այն մասին, թե ինչպես անել, եւ ինչպես էլի ճիշտ նշեցիք, շատ են խոսում ինչ պետք չի անել կամ ինչ պետք է անել, բայց թե ոնց, ինչ քայլերով, ինչ տրամաբանական շղթայով, ձախողելու դեպքում ինչպես փոխել, հիասթափության եւ էլի այդ աննպատակության ու ֆրուստրացիայի զգացումի դեպքում ինչպես դրա հետ աշխատել։ Սրանց մասին բացարձակ չի խոսվում, ես կասեի։ Ոչ միայն չի խոսվում, այլ նաև շատ գիտելիք էլ չունենք։ Դե այո։ Հիմա մի քիչ ձայնս տակ տեղից է գալի, ինչի, որովհետեւ վերջի ամիսների ընթացքում բավականին շատ գրականություն է ուսումնասիրվել, բավականին շատ տեղեկատվություն ենք sense վերլուծել, անցկացրել մեր մեջով, որ եկել ենք հասել ենք այս գաղափարի։ Ասոցիացիայի ստեղծման գաղափարը մի պացիենտից է եկել։ Օ, այ պատմեք էլի ինչպես։ Մեր ուռուցքաբան ընկերներից մեկը Գևորգ Հասիլբեկյան, չգիտեմ երևի ճանաչում եք թե ոչ, մի պացիենտի հետ զրույցի ժամանակ գնացել են քննարկել են առողջ ապրելակերպի դրվագները կամ այն ինչ է իրան պետք, քիչ, հետո տեսել են, որ նախ կոնկրետ այդ պացիենտին շատ օգնել է հենց այդ ամեն ինչը եւ բժիշկը այս պահին եկել է այն մտքի, որ կարելի է այստեղ մի հատ ուսումնասիրել, տեսնեմ ինչ կա էլի, որովհետեւ ես անկալոգիա լավ գիտեմ, բայց այս ոնց որ թե չգիտեմ, ես այստեղ խորհուրդներ եմ տալիս զուտ որպես մարդ, բժիշկ, հա, բայց խորը գիտելիքներ չունենալով։ Ու հետո սկսեցինք ուսումնասիրել, կարդալ, հավաքվել, քննարկել, մեկ է տեսանք, որ այնքան մեծ բազա կա։ Մեծ բազա կա փոխանցելու եւ պահանջելու, այսպես ասած, դրանց մասին իրազեկել եւ այլն։ Իհարկե։ Ինչ մասնագիտացման բժիշկների հետ եք ամենասկզբում այս գաղափարը քննարկել եւ ըստ էության նաեւ հիմնադրել։
իրականում որ մասնագետներ։ Գիտեք ոնց չէ, գաղափար բանը քննարկել ենք ոչ թե մասնագիտական ընտրություն է եղել, այլ եղել են մենք ընտրել ենք մարդկանց, ովքեր ինչի ասոցիացիան, չասացին, որտեղ ասոցիացիան հասարակական կազմակերպություն է։ Իհարկե, մի քիչ կողքից երբ որ նայում են, ասում են, այս մարդիկ մի քիչ առողջական խնդիրներ ունեն հոգեկան առողջության հետ կապված, որտեղ հասարակական կազմակերպությունը դա շատ չհետապնդող կազմակերպություն է։ Խոսքը գնում է ֆինանսական շահի մասին, բայց մենք շատ մեծ շահ ունենք, շատ մեծ։ Մենք ունենք մի հատ ֆանտաստիկ մեծ շահ, որ առողջ ապրելակերպը լինի ոչ միայն վազքի, մրցաշարերի ձևով, ոչ թե ինչ որ համացանցում ինչ որ բանով, այլ լինի բժշկական դիսցիպլինա, որ մաշկաբանը բացի մաշկի խնդիրներից իմանա նաև առողջ ապրելակերպի կանոնները մաշկի հետ կապված, ուռուցքաբանը եւ սրտաբանը, այդ բոլորը։ Հիմա ինձ լսող սրտաբանները կասեն, այ երբ որ մենք ասում էինք, էս մի արեք, այն մի արեք, դուք ուր էիք, այո, մենք ուր էինք, բայց դուք պրոստը ասում էիք։ Հա։ Հիմա դուք առաջարկում եք միանալ ձեզ եւ նաեւ ինչ որ ուղեցույցներ ստեղծել, թե եկեք միմիացեք։ Փորձառություններ անել, ինչ։ Չէ, եկեք միմիացեք, եկեք մեզ մի քիչ ավելի դժվար խնդիր դրեք մեր առաջ, թույլ տվեք մեզ ապացուցել, որ ապրելակերպի բժշկությունը իրավունք ունի գոյատևելու, լինելու, ունի շատ մեծ նշանակություն մեր պացիենտների համար, ունի կարևոր դեր բժշկի կաբինետում, պացիենտ-բժիշկ շփման մեջ, պացիենտ-բժիշկ պացիենտի հարազատներ շփման մեջ, շատ կարևոր նույնպես կետ է։ Մենք նաև խոսելու ենք պացիենտի հետ այսպես կոչված համատեղ որոշումների կայացման, այդ shared decision making-ի գաղափարի, որը նոր մոտեցում է։ Դա մի քիչ նորություն է։ Երբ որ բժիշկը ամբողջությամբ իր վրա չի վերցնում պատասխանատվությունը, չի ասում դու սա պետք է անես։ Ասում արի իրար հետ քննարկենք, քեզ որ տարբերակն է ավելի հարմար, դու ներարկման դեղ ես ուզում թե հաբեր, դու ուզում ես 5 օրում բուժվես, թե 18 օրում ես պատրաստ, քո համար այս քսուկսելը կոմֆորտա թե ոչ։ Եվ այլն եւ այլն։ Հետաքրքիր հանդուրժողականություն է բժիշկների կողմից, որովհետեւ առաջ ասվում էր, չէ, մի քիչ կար այդ մոտեցումը, հանրությունը եւ բոլոր քաղաքացիները չեն կարող այդքան բան իմանալ, չեն կարող այդքան կարդալ եւ չգիտեն։ Հետեւաբար բժիշկը ոնց որ պետք է ինչ ճիշտ է գտնում ուղղորդի եւ այդ հայրապետական մոդելն է, որը որոշ դեպքերում աշխատում է, ռեանիմացիա, շտապօգնություն, որոցը խնդիր չկա։ Բայց գիտեք միջին ստատիստիկ պացիենտով է իր խնդրի մասին գոնե թե GPT-ի հետ քննարկած։ Հիմա արդեն այո։ Իսկ մի քիչ ավելի մեծ տոկոս դեպքերում վճարովի GPT-ի հետ քննարկած պացիենտներն են, պացիենտներ, որոնք տեղեկացած հատկապես քրոնիկական երկար տևողություն ունեցող հիվանդությունների դեպքում բավականին տեղյակ են իրենց հիվանդությունից եւ իրենք գալիս են ոչ թե գալիս են զրոյական մակարդակով պացիենտին բժիշկին լսեն ու գնան, այլ բժիշկի հետ միասին քննարկել ու տեսնել արդյոք այս բժիշկը պատրաստ է պատասխանատվություն վերցնի իմ հետ միասին կիսի իմ առողջության խնդիրը։ Մի հատ էլ էս բժշկին լսեմ, այսպես ասած։ Մի հատ էլ, այո, մի հատ էլ էս բժշկին լսեմ, բայց Հայաստանում այդ առումով բժիշկները մի քիչ վատ վիճակում են, մենք շատ հասանելի ենք։ Դու կարող ես մի օրվա ընթացքում 5 մաշկաբանի մոտ գնաս։ Մեկ օրվա ընթացքում նամակ գրես, գնալու կարիք էլ չկա, նկարը ուղարկես, ասես տեսքը սա է, ինչ կասես։ Ու մի հատ էլ մունատ գաս, որ ուշ է պատասխանում։ Որ ուշ է պատասխանում կամ որ օնլայն խորհրդատվությունը եւս վճարովի է սրա համար ընդհանրապես սկանդալ կարող է գրանցվել։ Բայց այս այլ հարց է։ Տեսեք, ասոցիացիայի գլոբալ շահը իրականում այս երևույթը ներդնելն է Հայաստանում։ Մենք հասկանում ենք, որ դա ժամանակատար է, մենք մեզանից պետք է ինչ-որ մի բան խլենք, տանք այդ պրոյեկտին, որ կարողանանք անել։ Դրա համար մենք հիմա դեռ հավաքել ենք այն մարդկանց, ովքեր անկախ այս ամենից մեր ընկերներն են։ Ու պատրաստ են։ Ու պատրաստ են։ Ես Facebook-ում ուղարկում եի հրավերներ, ես չի ուղարկում բոլորին։ Ես ձեզ ուղարկել եմ հրավեր իմանալով, որ հետաքրքրելու է։ Շահագրգռված եմ, այո, միանշանակ։ Դրա համար եթե կարողացանք մենք դա անել, հրաշալի կլինի։ Եթե չկարողացանք, գոնե թե կփորձենք ինչ-որ սերմ դնել, միգուցե մեզանից ավելի պրոդուկտիվ, ավելի մեծ հնարավորություններ ունեցող բժիշկներ կգան, այդ կվերցնեն, կտանեն առաջ։ Կամ մենք կտանենք առաջ, բոլորը մեզ կմիանան։ Մի սկզբունքային չի։ Կարևորը այն է, որ մենք սկսենք խոսել առողջ ապրելակերպի մասին, ոչ թե էմոցիոնալ մակարդակով, այլ գիտահեն, ապացուցահեն մակարդակով, որ
այսքան պետքա քայլել, այս ինչի դեպքում աստիճաններ բարձրանալը օգտակար է, քան, չգիտեմ, եւ այլն եւ այլն։ Ողնաշարի խնդրի դեպքում էսա վազքը պետք անել են, պետք անել։ Հա, որ 150 կիլոյանոց մարդուն չդնեն քայլացնեն, հետո ծնկահոդերը շարքից դուրս գա ու չգիտեն ինչ են անում։ Երկու շատ կարևոր հարց։ Փաստորեն ձեզ կարող են միանալ ցանկացած մասնագիտացման բժիշկներ, արդյոք այո թե ոչ, փաստորեն այո, կապ չունի թե դու հոդերի մասնագետ ես, շաքարային դիաբետի մեջ ես խորացած, թե օրինակ գինեկոլոգ ես նույնիսկ։ Կարևորը ունես ցանկություն։ Իսկ ես համոզված եմ, որ շատ բժիշկներ ունեն ցանկություն իրենց պացիենտին ավելի որակյալ բժշկություն մատուցելու։ Սա իսկապես ճիշտ է, եւ երկրորդը, ձեր թիրախը բժիշկներն են, բայց շահառուները ստացվում են արդեն հանրությունը, պացիենտները եւ հենց մարդիկ, ովքեր օգտվելու են բժիշկների բուժ ծառայություններից, բուժ սպասարկումից։ Հիմա ի վերջո, այդ մարդիկ առողջ մարդիկ են, ձեր շահառուները, թե հիվանդություններ ունեցող մարդիկ, որովհետև ապրելակերպը, առողջ ապրելակերպը, մենք այստեղ ավելի շատ առողջություն ենք տեսնում, քան արդեն արկա հիվանդություններ, ում համար է։ Մի քիչ էլի հերվից սկսեմ։ Կանխարգելման մի քանի մակարդակ գոյություն ունի։ Առաջնային կանխարգելումը դա աշխատանք է բոլորի հետ։ Իր համապատասխան գործիքներով, իր համապատասխան մոտեցումներով եւ իր համապատասխան ճանապարհներով։ Համացանց հեռուստատեսություն, հնարավորինս մեծ ծավալի տեղեկատվության փոխանցում։ Դա բավականին թանկարժեք, դժվար, թանկարժեք ֆինանսական իմաստով չէ, ժամանակատար, բավականին դժվար աշխատանք է, բայց ֆանտաստիկ արդյունավետություն ունի։ Դուք լավատես չեք։ Սա լավատեսական չի։ Ես այս ամեն ինչը ասում եմ իրական փորձի հիման վրա։ Նույն ծխախոտի հետ կա պայքարը, որը տասնյակ տարիներում բերեց իր արդյունքի, տասնյակ տարիներ, բայց մնացին կանենք։ Մի քիչ էլ կանանց հետ պետք է աշխատենք։ Բայց արդեն գործիքները կա, ճանապարհները կա, այսինքն արդեն կարելի է ինչ-որ բան անել։ Սեռավարակների դեմ պայքարի մի քանի օրինակներ կան աշխարհում, նույն օրինակ Հոլանդիայի օրինակը կամ Արևելյան Ասիայի օրինակը մի քանի երկրներում, որտեղ սեռական туриզմը, այսպես ասած, հիմնական միջոց է ապրելու, բայց մարդիկ հասկացան, որ սեռավարակը խնդիր է իրենց համար, եւ իրենք կարողացան փոխել այնպես, որ չգիտեմ, Թայլանդը հիմա աշխարհում տենց ամենա ներքևի տողերում է սեռավարակների տարածվածության տեսանկյունից։ Կարողացան անել, դա հնարավոր է։ Միտեղ ագրեսիվ ճանապարհով, միտեղ բացատրելով, միտեղ օրենքներով, չգիտեմ, բայց հնարավոր է։ Հա, սա առաջնային կանխարգելումն է։ Մեր նպատակը այս պահին դեռ առաջնային կանխարգելումը չի, բայց ուշ թե շուտ մենք գնալու ենք դրան։ Մեր նպատակը երկրորդային կանխարգելումն է։ Բժիշկների միջոցով աշխատել տվյալ խնդրի ռիսկ ունեցող կամ արդեն այդ խնդիրն ունեցող մարդկանց հետ։ Բայց սա էլ է դիտարկում որպես կանխարգելում։ Իհարկե կանխարգելում, որովհետև եթե մենք ծխախոտ օգտագործող անձի մոտ նվազեցնենք ծխախոտի ռիսկը, մենք կնվազեցնենք թոքի քաղցկեղի հավանականությունը, այո, միանշանակ ու ապացուցված թվեր կան այստեղ։ Ոչ մի նոր բան չենք օրինի, եթե մենք շաքար չարաշահող պացիենտի մոտ նվազեցնենք շաքարի օգտագործումը, փոխարինենք շաքարը մեկ այլ միջոցով, մենք կնվազեցնենք շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը, այո, կնվազեցնենք։ Եթե մենք նվազեցնենք աղի օգտագործումը, մենք կնվազեցնենք հիպերտոնիկ հիվանդության քանակը, միանշանակ կնվազեցնենք։ Բժիշկ, ճիշտ եմ նկատում, որ ձեզ մոտ ամեն դեպքում այս զրույցից եմ եզրակացնում, այդ բացարձականացման, որ պետք է լրիվ թողնել հենց վաղվանից, հենց մի օրում, պետք է դադարեցնել, սրանից մենք անցում ենք կատարում ավելի հանդուրժող, ավելի մեղմ, ավելի պացիենտի խնդիրները եւ տրավմատիզացիայի աստիճանը հաշվի առնող բարի մոտեցման, թե կարելի այսպես ասել, ու նրա դրության մեջ մտնելու մոտեցման։ Ես այսպիսի մարդապահպան բան եմ նկատում, որովհետև շատ բարդ է, երբ բժիշկներն ասում են վաղվանից պետք է չուտես այս ինչը, քեզնի հարել է պետք շատ շտապ ասենք 20 կիլոգրամ կամ ծխելը հաջորդ ուղակի թափիր աղբը։ Այ դու փթափիր աղբը եւ գնա այստեղից։ Իրականում ես հոգու խորքում են, խորքում ինչ-որ միտեղ ես այդ աբսոլյուտիզմի կողմնակից եմ։ Եթե անկեղծ այո։ Բայց եթե ես չկարողանամ այդ share decision making-ից
դա ձևավորվեց, երբ որ սկսեցի պացիենտի կարծիքը հարցնել։ Ես մի քանի օր առաջ պացիենտին նշանակել եմ խմելու անտիբիոտիկ, ինչի համար, որտեվ ինքը քսելու անտիբիոտիկի յուղոտ ճարպոտ շերտը իրան նյարդայնացնում էր, ինքը աշխատանքի չէր կարողանում գնալ, այդ ուրիշ հարց է թե ինչի էր տենց, բայց ինքը իմ նշանակածը չէր անում։ Հա, փաստացի Ես իրան չեմ արդյունավետությունը։ օգնե։ Հիմա եթե ես իր կարծիքը հաշվի չառնեի ու իրան չնշանակեի, միգուցե մի փոքր էլ իմ սկզբունքներին հակասող բուժում, ես արդյունք չէի ստանա, իսկ իմ համար կարևորը արդյունքն է։ Հիմա եթե ես այս պահին պացիենտներին ասի դուք պետքա քաղցր չօգտագործեք ու վերջ, իսկ ինքը գնաց ու շարունակեց օգտագործել, քանի կոպեկ արժեր իմ ասածը։ Բայց եթե ես իրան ասում եմ, գիտես ինչ, արի փորձենք աստիճանաբար նվազեցնել։ Օրինակ, քաղցրի հետ կապված ֆանտաստիկ աշխատում է, օրական 1 քաղցրից հրաժարվելը։ Հրաժարվելը ոչ թե թողնել օրական միայն մեկ քաղցր։ Չէ, հրաժարվելը։ Սա են ասում, ընտրիր մի քաղցր, մի ժամ եւ Ոչ, հրաժարվելը։ Հա, օրվա մեջ մի անգամ, երբ որ ուզում ես քաղցր օգտագործել, ասա ես այսօր չեմ անում։ Մի հաշվի, պետք չի հաշվել։ Ուղղակի մի անգամ հրաժարվել։ Կարող է նենց ստացվի, դու այդ օրվա մեջ 25 անգամ ասես ես քաղցր չեմ ուզում։ Բայց դու քեզ սովորացրա 1 անգամ հրաժարվել։ Դու քեզ սովորացրա 1 գլանակից ծխախոտի հրաժարվել։ Այդ հրաժարվելու հարևանը սխալ սիգնալ տվեց կամ ինչ որ սխալա կանգնացրի ավտոմեքենան, 1 անգամ հրաժարվի վատ մտքերից իր նկատմամբ։ Հոգեկան առողջությունն էլ է սկսելու պահպանել։ Գիտեք, որ չէ, շատ կարևոր է սա։ Պետքա կարևորը վերջնական նպատակն է։ Իհարկե մենք ճանապարհը պետքա լինի օրենքը չխախտող։ Իհարկե։ Չպետքա լինի բարոյականության կամ մարդու իրավունքների դեմ, բացարձակ դրա մասին չի խոսքը։ Եվ բարությունն էլ սահմաններ ունի միանշանակ ու հա ես կարողա բարի եմ, բայց կարողա որոշ մարդիկ բարի չեն, բայց չէ, պետքա նպատակ դնենք մեր առաջ, այդ նպատակին պետքա հասնենք։ Իդեպ դուք գիտեք, որ պացիենտների հանրույթում դուք հայտնի եք որպես ամենաբարի բժիշկ, դուք գիտեք այդ մասին։ Բայց այսօր առավոտյան օրինակ մի կնոջ հետ մի քիչ վիճել եմ, որովհետև առանց հերթագրվելու ես էլ շտապում էի ձեր մոտ եթերի, ներողություն եմ խնդրում իրենից։ Իմ կողմից էլի ներողություններ փոխանցեք, բայց իրոք չէի կարողանա ընդունել։ Եվ հասկանալի է ու դուք հիմա խղճի տանջանք եք զգում, սա էլ է բարության նշաններից մի հարցել, իսկ կարող են ասոցիացիային միանալ եւ հետաքրքրվել ասոցիացիայով հոգեկան եւ հոգեբանական առողջության ներկայացուցիչները, դա կլինեն հոգեթերապևտներ, կլինիկական հոգեթերապևտներ, հոգեբուժներ, ինչու ոչ, այս մասին ինչ կասեք, մի քիչ սա ուրիշ դաշտ է, բայց սա էլ է էլի մեր ապրելակերպի մեջ անբաժան մաս է։ Բացարձակ ուրիշ դաշտ չի։ Հոգեկան առողջությունը առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առողջության սահմանման մեջ, բացի ֆիզիկական արատների բացակայությունն այլ նաև հոգեկան առողջության հարցն է շատ հստակ նշված եւ դրված, եւ այո, բոլոր մասնագետները, որոնք կօգնեն մեզ նաև հոգեկան առողջության հետ աշխատել, միանշանակ օգտակար լինելու։ Մի երևույթ, որը կարծում եմ շատ տարածված է մեր օրերում, այդ բռնաութի գաղափարը, հա, այդ այրման համախտանիշը։ Հիմա ունենք մենք այդ խնդիրը, դուք ակտիվ բժիշկ։ Ես միանշանակ ախտուկ ինքներդ։ Ես ունեմ, դրա համար ես ինչքան նոր պրոյեկտ կա, միանգամից մտնում եմ այդ պրոյեկտի մեջ, որ այրվել միջև վերջ այրվել։ Միջև վերջ այրվել։ Չէ, սա կատակ, բայց իրականում հոգեկան առողջությունն էլ կարիք ունի պահպանման, խնամման, կանխարգելման, դա էլ է շատ կարևոր։ Ինչ ենք մենք նայում, ինչ ենք մենք կարդում, ինչ ենք մենք լսում, ինչպես ենք մենք այդ ամեն ինչը մեր մեջով անցկացնում եւ վերադարձնում մեր հարազատներին կամ մեր ընկերներին։ Դա էլ է շատ կարեւոր։ Լավ, փաստորեն հոգեբան, հոգեբուժ եւս կարող են միանալ ձեզ։ Ամենաառաջի մարդով իմ ընկերներից գրեց ասած ես անպայման կմասնակցեմ, իմ շատ լավ ընկերներից Նաիրանա հոգեբան։ Մասնագիտությամբ հոգեբան։ Եվ մի հետաքրքիր հարց ունենք, ուղղակի լսանից հասցնեմ հնչեցնել, ինչու ասոցիացիան չի կոչվում ապրելակերպի խնդիրների կանխարգելման ասոցիացիա, այլ ապրելակերպի բժշկության ասոցիացիա։ Որտեղ մենք հիմա ավելի շատ կարծում եմ խոսեցին կանխարգելումներից, ու այստեղ բժշկությունը դե գիտենք, խնդիրն է բժշկում, ոչ թե չեղած բան։ Անունը ոնց ենք հորինել։ Քիչ փիլիսոփայական պահ է, էլի հասկանալի։ Չէ, սա մարքեթինգային հաստեղ զուտ, որտեվ մենք վերցրեցինք աշխարհում առկա նմանատիպ կազմակերպությունների անունները, գրեթե բոլորի անվան մեջ կար lifestyle medicine բառերը, եւ
ոչ թե healthy, առողջ ապրելակերպի բժշկություն, այլ հենց ապրելակերպի բժշկություն։ Եվ մի քիչ sense բանանելուց, մանիպուլյացիաներից այդ բառերը տարբեր հերթականություն դներով, բան sense վերջը եկանք այն եզրակացության, որ ապրելակերպի բժշկության ասոցիացիան սիրուն կլինի, սկզբից հտ առաջ ավելացրեցինք կամ ապրելակերպի հայկական բժշկության ասոցիացիա։ Մենք մեր նպատակներից մեկը նաև մեր գիտելիքները, մեր հնարավորությունները տարածել ամբողջ աշխարհով։ Մենք ուզում ենք արդեն ունենք համագործակցության առաջարկներ մի քանի երկրներից, ում հետ մենք խոսել ենք, նպատակները շատ մեծ են։ lifestyle-medicine.am կայքում գրված։ Պարբերաբար կանդրադառնանք ձեր ասոցիացիայի գործունեությանը։ Զրուցեցինք ապրելակերպի բժշկության ասոցիացիայի համահիմնադիր Մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ։ Շնորհակալություն եւ ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։